Ստանց փառք Տիրոջ ժողովուրդ ջան, թող իր անունը փառավորվի, որովհետև ինքը արժանի է, միայն ինքը պիտի փառավորվի, մեծարվի, օրհնյալ լինի իր անունը։ Երանի բոլորս այսօր փափագով գանք Աստծո առջև եւ ծառավով գանք Աստծո առջև ժողովուրդ ջան։ Սաղմոսների մեջ այսպես ասում, ինչպես եղջերուն ջրի վտակներին կփափագի, այնպես էլ իմ անձը քեզ հոգիս ծառավի է կենթանի Աստծուն։ Ժողովուրդ ջան, եկեք նայենք այսօր մեր հոգին ծառավ է Աստծուն։ Մենք որ գալիս ենք ծառավով ենք գալիս, կարոտով ենք գալիս, փափագով ենք գալիս իրան, որովհետև շատ կարևոր է, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքին, Տիրոջ խոսքը Մատթեոս ավետարան 5-րդ գլխի 6-րդ համարը բոլորից ծանոթ խոսքը այսպես ասում. Երանի անոնց, որ անոթի ու ծառավ են արդարության, վասնզի անոնք պիտի կշտանան։ Երանի անոնց, որ ծառավ են արդարության, ծառավ են Քրիստոսին, ծառավ են այդ կյանքին, եւ նրանք գալիս են ծառավով, որպեսի խմեն այդ ջուրը, հագենա իրանց ներսը, որտեղ մենք բոլորս ժողովուրդ ջան, այս կյանքի մեղքի կյանքով ենք ապրել եւ հաղորդ չենք եղել այս ջրերին։ Հիսուս Քրիստոս կյանքի ջրին հաղորդ չենք եղել, մենք մեռած ենք եղել։ Եվ իր շնորհքով մեզ կենթանացրեց, եւ իր շնորհքով մեզի ոտքի կանգնացրեց, փրկություն տվեց։ Սա մեր գործերից չէր, սա իր ողորմությունն էր, սա իր շնորհքն էր, ժողովուրդ ջան, որպեսի նպատակը մեզ հաղորդ անի կյանքի ջրի հետ, կյանքի աղբյուրը բացի, եւ մենք խմենք այդ աղբյուրից։ Այսօր այդ աղբյուրը իր եկեղեցում կա, եւ ավելին ասեմ, այդ աղբյուրը մեր ներսում պիտի լինի։ Այսօր ես ուզում եմ խոսամ, սիրելիներ, ինչ ջուր ենք խմում, եւ մեր նպատակը արդյոք կյանքի ջուրն է։ Ես չեմ ասում, որ դուք չեք խմում, ես չեմ խմում։ Հնարավոր է ժամանակներ հետո մարդը անտարբերության մատնվի եւ գնա ուրիշ ջրերի մոտ եւ ուրիշ ջրերից խմի։ Հիմա դուք կասեք ինչպես դա կլինի։ Տեսեք, Երեմիա մարգարեության մեջ երկրորդ գլխի մեջ այդպիսի համար կա գրված, երկրորդ գլխի 13 համարը հետևյալն ասում. Վասնզի իմ ժողովուրդս երկու չարություն գործեց։ Նայեք, չի ասում աշխարհի ժողովուրդը, իմ ժողովուրդս ասում է։ Այսօր յուրաքանչյուր խոսքը մենք պիտի լսենք եւ վերանայենք մեր անձերը, մեր ներսում, թե ինչ ընթացքի մեջ ենք։ Վասնզի իմ ժողովուրդս երկու չարություն գործեց, զիս կյանքի ջրի աղբյուրը թողեցին ու իրենց գուբեր փորեցին, ծակոտ գուբեր, որոնք չեն կրնա ջուր պահել։ Ամենամեծ չարությունը սա է, ասում է, զիս թողեցին, կյանքի աղբյուրը թողեցին, իմ ժողովուրդս, որ ինձ ճանաչում էր, որ ինձնով խմում էր այդ ջուրը, նրանք վայելել էին, բայց թողեցին։ Սա մեծ չարություն է, ժողովուրդ ջան։ Եվ մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որ Սուրբ Գիրքը մեզի ասում է, որ վերջին օրերը չար ժամանակներ են։ Եվ այսօր հակառակորդի մոտ այնպիսի ջրեր կան, որ մարդիկ հրապուրվում են այդ ջրերով։ Եվ հնարավոր է մարդը շեղվի
եւ թողի։ Բայց Աստծուն սիրող մարդը, Աստծո խոսքը սիրող մարդը նա երբևիցե չի հեռանա կյանքի աղբյուրի կողքից։ Ինչ դժվարություն է լինի, ինչ վիճակ է որ լինի, իրա ջուրը Քրիստոս Հիսուսն է։ Նա վայելում է այդ ջուրը։ Հովաննու ավետարանի մեջ 7-րդ գլխի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը 37 համարան այսպես ասում. Տոնի վերջին օրը Հիսուսը կայնել էր կաղակեր ու կսեր, եթե մեկը ծառավ է, թող ինձի գա ու խմե, ան որ ինձի հավատա ինչպես գիրքը կսե, անոր փորեն կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, ով որ ծառավ է, այստեղ ծառավի մասին է խոսքը։ Եթե ես ծառավ եմ, ես չեմ կարում գնամ կյանքի աղբյուրի մոտ։ Եվ ասում է, եթե դու հավատաս ինչպես գիրքը կսե, անոր փորեն կենթանի ջրի աղբյուրներ պիտի բխե։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես է և դուք է միասին, եկեք նայենք, այսօր մենք հավատում ենք Հիսուսին, այսօր մենք հավատում ենք ինչպես գիրքն է ասում, և եթե հավատում ենք, Տեր Հիսուսը ասեց, որ կյանքի ջուրը պիտի բխի, եթե հավատում եմ, ինչ ջուր է բխում իմ ներսիցս, ինչի ուրիշ ջուր է բխում իմ ներսիցս, միթե ատելության ջուրը դա կյանքի ջրից է բխում, նախանձի ջուրը, բամբասանքի ջուրը, ատելության կռվի, այդ ինչ ջրեր են, ժողովուրդ ջան։ Քրիստոսի ջրի մեջ մենակ կա սեր, խաղաղություն։ Քրիստոսի ջուրը ապրեցնող է։ Քրիստոսի ջուրը չի վանում, այլ կյանք է տալիս, ավելի մոտիկացնում է Աստծուն, ավելի փափագում ես նրա կյանքի հատկանիշներին, այդ ջուրը ապրեցնում է մեզի, սիրելիներս, ես է ձեր հետ մեկտեղ կարիք ունեմ այդ ջրին, ավելի առաջանալու, այս վերջերս մի խոսքի վրա է խոսում, ասում եմ, հետաքրքիր է, Եդեմական պարտեզում երկու ծառ կար, մեկը կյանքի ծառն էր, մեկը չարի և գիտության, և ընդամենը մի պատվեր տվեց, ասեց մի կեր այդ մի ծառից, որի աղբյուրը ճիշտ չի, քեզ կտանի մահվան։ Եվ ես մտածում եմ այսօր, ժողովուրդ ջան, եթե Եդեմական պարտեզում այդ մի ծառն էր, այսօր համացանցում հարյուրավոր ծառեր կան, որ հրապուրում են և ջրում են մարդկանց։ Եվ մարդիկ այդպիսով կյանքի աղբյուրը թողում են և իրան ծակոտ գուբեր են սարքում շինում, ինչ որ բանով ուզում են հագենան, այդպիսով էլ նրանք չորանում են, այդ ջուրը չի մնում։ Եթե մենք հավատում ենք մեր ներսից կյանքի ջուրն է բխելու, ժողովուրդ ջան, մենք եկել ենք, հավատքը դա Աստծո խոսքն է և Աստծո խոսքի մեջ Աստծո ջուրն է, կյանքի ջուրն է, Աստծո խոսքի մեջ ուրիշ ջուր չկա, սիրո կյանքի ջուրն է, և եթե մենք խմում ենք այդ ջուրը, մնացած ջրերից մենք բժշկվում ենք։ Իրա խոսքը նա ուղարկում է, որպեսի մեզ բժշկի։ Հակոբոս առաքյալի 3-րդ գլխի 9 համարից կարդա ներքև, մինչև 12-ը։
Ուշադիր հետևենք Տիրոջ խոսքին, ժողովուրդ ջան։ Անով կորցնենք Աստված ու Հայրը եւ անով կանիծենք մարդիկ, որոնք Աստծո նմանությունով ստեղծված են։ Միևնույն բերնենք ելնե օրտնություն ու անեծք։ Եղբայրներս, պետք չէ որ այսպես ըլլա։ Պետք չէ որ այսպես ըլլա։ Միթե աղբյուրեմը միևնույն բերնեն անուշ ու լեղի կբխի։ Միթե կարելի է եղբայրներս որ թզենին ձիթապտուղ բերե կամ որդատունկեն թուզ, նմանապես կարելի չէ որ աղբյուրեմը աղի ու անուշ ջուր հոսի։ Եղբայրներ, միթե հնարավոր է որ մի աղբյուրից դառը ջուր հոսի եւ քաղցր։ Հնարավոր չի այդպես։ Բայց ասում է մարդը կարողանում է նույն բերանով օրհնի Աստծուն եւ նույն բերանով անիծի մարդկանց, որոնք Աստծո նմանությունով ստեղծված են։ Անեցել բառը դա չի նշանակում, որ ժողովուրդ ջան, ես պիտի ինչ-որ անեցքի բառեր օգտագործեմ։ Որպեսի ավելի պարզ լինի, ես ուզում եմ, որպեսի մեզ ավելի պարզ լինի, Հոբի գրքից միտեղ կարդամ, նայեք ինչ ասում Հոբի 31 գլխի 28 համարը, որ այս ալ պատժի արժանի անորունությունն է, քանի որ վերը բնակող Աստվածը խափած կլայի, եթե զիս ատողին թշվառության վրա ուրախացա, կամ անոր փորձանքի հանդիպելու ատեն խնդացի, լեզուս ալ թողեցի, որ մեղ գործե, անեցքով անոր մեռնիլը ուզեցի։ Ընդամենը ուղակի ինչ աստեղ ասում խոսքը, եթե զիս ատողին, եթե մեկ ինձ ատում է եւ նա թշվառության մեջ է, եւ ես ուրախացել եմ, ես իրան բառ չեմ ասե, ուղակի իմ ներսումս ուրախացել եմ, որ ինքը թշվառության մեջ է անգե։ Կամ փորձության ժամանակ, որ հանդիպել է, ես խնդացի իմ ներսումս, այստեղ խոսք ասում է լեզուս ալ թողեցի, որ մեղ գործի, անեցքով անոր մեռնել ուզեցի։ Այդ արտահայտությունը ոչ մեկ չտեսավ, բայց մեկը տեսավ քո ներսումը, թե որքանով դու ճիշտ մտածում ունեցար դիմացինի հանդեպ։ Ճիշտ, ոչ ճիշտ վարքը, դա ոչ Աստծո խոսքով վարքը, դա անեցք արդեն, ժողովուրդ ջան։ Եվ մենք ասում ենք, պետք չի որ այսպես լինի, եթե մենք հավատացել ենք, մեր ներսից պիտի անուշ ջուր բխի, քաղցր ջրեր պիտի բխեն մեր ներսից։ Այսինքն, երբ որ այդ ջուրը մեզ քաղցրացնում է, ժողովուրդ ջան, մեզանից կյանքի աղբյուրը մեր ներսից այդ աղբյուրից ջուր է բխում դիմացինի հանդեպ։ Եվ դիմացիներին է կարանք քաղցրացնենք, ժողովուրդ ջան։ Եթե իրավիճակը դառն է, եթե դու կյանքի աղբյուրը քո ներսում է, դու այդ իրավիճակը, այդ դառնությունը կարող ես քաղցրացնել։ Ոչ թե դու, այլ քո ներսի կյանքի ջրերը, որ դու դրանից խմում ես։ Հիշում եք այնտեղը, եւ որ Իսրայելի ժողովուրդը ծովից անցավ եւ 3 օրվա ճանապարհ եկավ եւ եկան այն ջրերի մոտ, որ դառն էր այդ ջրերը։ Եվ նրանք ինչ սկսեցին անելը, բողոքել, տրտնջալ Մովսեսի դեմ, չէ, եւ որ այս ջրերը չենք կարա մենք խմենք։ Եվ Մովսեսը միակ մարդն էր, որ նա տեսավ, որ սա մարդու բան չի եւ երկինք աղաղակեց։ Եվ գիտեք ինչ, Աստված ցույց տվեց իրան մի հատ փայտ։ Այդ փայտը այդտեղ էր, բայց ոչ մեկ չէր տեսնում։ Եվ Աստված ցույց տվեց, ասեց այդ փայտը վերցրա եւ տար ջրերի մեջ դիր, եւ այդ ջրերը կքաղցրանան, եւ ժողովուրդը կխմի։ Ժողովուրդ ջան, այսօր Աստծո խոսքը մեր կողքն է։ Ամեն իրավիճակի մեջ կարող է քաղցրություն լինի։ Եվ քաղցրացնողը Աստված է։ Եթե մեր հայացքը երկինք կբխի, եթե մեր հայացքը երկինք կնայի, եթե մեր սպասելիքները երկնքից են, այդ պահին երկինքը կմիջամտի եւ կլինի, որտեղ արչեվում ջրի աղբյուրներ կային, 70 արմավիններ, 12 ջրորները կային, որոնց մոտ բանակ պիտի դրվեին,
Աստված իր ժողովրդին ծառավ չի թողում։ Ոչ մի փարագայում, անգամ անապատում, եթե անապատում ես Քրիստոսը որպես ժայռ եւ ջուր քո հետ է, իմ հետ է, նա այնտեղի ջուրը բխեցնելու, եւ մենք խմելու ենք, եւ մենք ապրելու ենք, մենք գոյատևելու ենք այս պանդուխտ կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ Հակոբոս այստեղ դիպուկ է խոսում, ասում է, եղբայրներ, պետք չի որ այսպես լինի։ Միթե ասում է, ձեր մեջ իմաստուն ու խելացի ով կա, թող անիկա բարի վարմունքով ցուցնե իր գործերը եւ իմաստության հեզությունով, հապա եթե դառը նախանձ եւ հակառակություն ունենաք սրտերնուտ մեջ, մի բարձենաք ու ճշմարտությունը սուտ մի հանեք։ Եթե մարդը դառը նախանձի մեջ է, հակառակության մեջ է, ու ասում է ես ճշմարտության մեջ եմ, ասում է ճշմարտությունը սուտ մի հանե, դու ճշմարտության մեջ ես, այդ դառը նախանձությունը ճշմարտության աղբյուրից չի բխում, կյանքի աղբյուրից չի բխում։ Այս իմաստությունը վերեն իջած չէ, հապա երկրավոր, շնչավոր եւ դիվական է, քանզի ուր նախանձ ու կռիվ կա հոն է անկարգությունը եւ ամեն չար բաներ, բայց վերին իմաստություն ասում է նախ ինչ է սուրբ է, ետքը խարար հես հլու ողորմությունով բարի պտուղներով լեցուն անկողմնակալ։ Այս սա է կյանքի աղբյուրից բխողը։ Եթե այս հակառակությունները կան, կռիվները, նախանձները, բարկությունները եւ այլ այդ միջոցները, եկեք ճշմարտությունը սուտ չհանենք։ Սուրբ Գիրքն է ասում այդպես։ Եկեք գնանք ջրի աղբյուրների մոտ, գնանք կյանքի աղբյուրի մոտ, գնանք Քրիստոսի ոտքերի մոտ եւ դնենք այն ամենը, խոստովանվենք, ասենք Տեր, հնարավոր է ես ինձ ծակոտ գուբեի փորե, բայց ես զղջում եմ դրա համար, ես ուզում եմ կյանքի ջուրը, որ իմ ներսիցս բխի։ Գիտեք, Տեր Հիսուս Քրիստոսը հրաշալի ձևով է գործում։ Նա գիտի մարդուն ոնց մոտիկանա։ Երբևիցե մենք չգիտենք։ Տերը մեզ է իմաստություն տա, որ ճիշտ մոտիկացում ցուցաբերենք ժողովրդին։ Տեսեք, բոլորիս ծանոթ, երբ որ Հիսուսը եկավ Սամարիա, եւ ճիշտ պետք էր որ այդ տեղով անցներ։ Ինչքան կարևոր է որ Հիսուսը անցնի մեր կողքով։ Եվ եկավ ճիշտ այդ ջրորի մոտ, այդ ջրի աղբյուրի մոտ եկավ, որտեղից այդ կինը սնվում էր, եւ շատ մարդիկ էին սնվում այդ ջրից։ Գիտեք, երբ որ Հիսուսը մարդու հետ գործ անում, գալիս է ճիշտ իր կյանքի աղբյուրի մոտ է կայնում։ Եվ սկսում է այդ աղբյուրի վիճակը բացել, որ դու այստեղից իշկանե խմես, այս աշխարհի ջրից իշկանե խմես, դու ծառավելու ես, դու արդյունքի չես հասնելու, ինձ է չես ճանաչելու դու։ Մենք տեսնում ենք ինչպես մոտիկացավ այս կնոջը, եւ այստեղ այսպես է գրված, եկեք մի փոքր կարդանք եւ նայենք։ Հիսուսը պատասխան տվավ ու ասավ անոր. եթե դու գիտնայիր Աստծո պարգևը, եւ թե ով է անոր քեզմե քեզի կսե ինձի ջուր տուր խմելու, դուն անգե պիտի ուզեիր, եւ ինքը քեզի կենթանի ջուր պիտի տար։ Կինը ասավ անոր. Տեր, դուն բան չունես ջուր քաշելու, ու այս հորը խորունգ է, ուրեմն ուր կե պիտի ունենաս այս կյանքի ջուրը։ Միթե դու մեր Հակոբ հորմեն ավելի մեծ ես, որ այս հորեն մեզի տվավ եւ ասկե խմեցին ինքը ու իր որդիները եւ իր անասունները։ Պատասխան տվավ Հիսուս ու ասավ անոր. ամեն ով որ այս ջուրեն խմե, նորեն պիտի ծառավի, բայց ով որ խմե այն ջրեն, որ ես անոր պիտի տամ, հավիտյան պիտի չծառավի։ Այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, պիտի լանոր ներսդին ջրի աղբյուրը, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Տեսնում եք ժողովուրդ ջան, ինչ ասում, այդ ջուրը պիտի լինի քո ներսում, իմ ներսում, եւ այդ ջուրը, այդ կյանքն է, եւ ինքը պիտի ապրեցնի ինձ եւ պիտի բխի, նաեւ օգտավետ լինենք, օգտակար լինենք դիմացիների համար։ Հիմա ժողովուրդ ջան, տեսեք, երբ որ նայում ենք, ինչ ասում այս կինը, ասում միթե դու մեր Հակոբ հորմեն մեծ ես։ Ժողովուրդ ջան,
անկեղծ եմ ասում, ով որ ջրերից խմեց, իրան է պիտի մեծարի։ Եթե մենք խմում ենք կյանքի ջրից, մենք պիտի մեծարենք մեր Հիսուսին, որտև այդ ջուրը բացելու է մեզի Հիսուս անձը, նրա մեծությունը, նրա սքանչելի վիճակը, նրա փառավոր ու զորավոր վիճակը պիտի բացի, որ նա է նրանից է բխում։ Հիմա այս մարդիկ խմել են Հակոբի ջրորից, Հակոբին որպես մեծ են տեսել, բայց Հիսուսը ուզեցավ հասկացնի, որ Հակոբը ընդամենը մարդ է։ Պետք չի որ հիմա փոխաբերական իմաստով պետք չի որ մարդկանց մարդու տված ջրով ապրես։ Դու ծառավելու ես։ Բոլոր ծառայողները պետք է Քրիստոսի ջրորից վերցնեն ջուր։ Հիմա նայեք, երբ որ Հագարը ինչ-ինչ պատճառներով եղավ, որ պիտի անապատ դուրս գար, ուշադին լսենք ժողովուրդ ջան, Աբրահամը ընդամենը մի տիկ ջուր տվեց։ Աբրահամի կարողությունը այդքան էր։ Աբրահամը չկարացավ իրան մի ջրոր տար։ Մի տիկ, եւ այդ տիկը, այդ ջուրը որոշ ժամանակ հետո պրծավ։ Ցամքեց։ Գիտեք, եթե մենք մարդու տված ջրով ենք ուզում առաջ գնանք, մի որոշ ժամանակ հետո ցամքելու ենք եւ տիկը դատարկ ալնելու։ Եվ մենք աստինանտին պիտի մանգանք, որովհետև արդեն դժվարությունը պատելու է։ Եվ ճիշտ այդ ժամանակ այդ ջրորը իր կողքին էր, բայց չէր տեսնում։ Տիրոջ հրեշտակը հայտնվավ Հագարին, ասեց Հագար, Աստված երեխու ձայնը լսեց, բայց շատ կարևոր բան կա։ Նաև Հագար դու չես տեսնում, ասում է, եւ Տերը Հագարի աչքերը բացեց եւ տեսավ ջրորը։ Գիտեք, մինչև մենք ջրորին մոտիկանալը մեր աչքերը պիտի բացվի հոգևոր, որ մենք ունենանք մոտիկացում։ Եվ գնաց տիկը լցեց եւ խմցրեց։ Ժողովուրդ, ինչքան է ուզում ենք ուրիշ տեղի ջուր խմենք, ծառավելու ենք։ Այդ աղբյուրը մենակ կարող է մեր ներսում հաստատել Տեր Հիսուս Քրիստոսը, որովհետև ինքն է կյանքի աղբյուրը, եւ որ ինքը կբնակվի մեր ներսում, այդ աղբյուրը կբխի մեր ներսից։ Ու մենք կապրենք, ու մենք կզորանանք, ու մենք կսնվենք, հավիտենական կյանքի համար կապրենք։ Այսօր մարդիկ ունեն այդ ջուրը, եւ կարող է, գիտեք ինչ, այսպեսի արտահայտություն լսեք, թող մեր ջրերը ընկնի, կբերես մեր ջրերի մեջ, մարդիկ ջուր ունեն, բայց այդ ջուրը կյանքի ջուր չի։ Մենակ Քրիստոսի ջուրն է կյանքի ջուրը։ Ժողովուրդ ջան, մի հատված է հռութից ասեմ, երբ որ նրանք բաժանվում էին, երբ որ կեսուր ասեց գնացեք Մովաբ դարձեք ձեր ծնողներին դարձեք, վերջ դուք լավ գիտեք պատմությունը, որ ասեց քո Աստվածը իմ Աստվածն է, այլևս չասես։ Քո Աստծո ջուրը իմ ջուրն է։ Ես ուրիշ տեղ չունեմ գնալու։ Ինձ Մովաբի ջուրը պետք չի։ Մովաբի ջուրը մահվան ջրեր են։ Ես քո հետ եմ գալիս։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, տեսեք ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքը մեզ ինչ ասում։ Երբ որ Հռութը մերժեց Մովաբը, նա հայտնվավ Բեթլեհեմում։ Եվ ավելին, նա հայտնվավ Բոսի այգում, հողամասում, եւ որտեղ ջուր կար։ Եվ Բոսը, երբ որ ասեց Հռութին, ասեց ուրիշ այգի չգնաս, ուրիշ տարած չմտնես, իմ մանչերից կասես, իրանք քեզի այս ջրից կքաշեն եւ կխմցնեն։ Մանչեր,
ծառայողներն էին, ծառայողներ, մենք բոսի ջրից պիտի քաշենք, մենք բոսի ջրից պիտի լեցնենք և տանք ժողովրդին, և երբ որ հրութը բոսի ջրից խմեց, հաջորդ պահը տեսնում ենք, որ հրութը բոսի ոտքերի մոտ էր և մեկացավ բոսի հետ։ Մենք գիտենք բոսը Հիսուսի խորհրդանիշը, հրութը հարս եկեղեցու և տեսնում եք ինչ է, մինչև հարս եկեղեցին պիտի Քրիստոսի ջրից սնվի։ Բայց ստեղ նորից եմ ուզում շեշտեմ, ծառայողները ուրիշ ջրեր պիտի չբերեն, այնտեղ ջուր կա դրած և պիտի չշփոթենք այդ ջուրը, որտև դա բոսն ա դր այդտեղ։ Հիսուսի ջրորը մենք պիտի չշփոթենք, մենք պիտի խմենք և պիտի խմցնենք, որ ժողովուրդը կյանքի ջրերի մոտ գան և նրանք ովքեր ծակոտ գուբեր են բորե, նորից վերադառնան կյանքի ջրերի մոտ, ինչ գործ ունես, ասում է խոսքը, այստեղ Երեմիա մարգարեության մեջ նորից շատ դիպուկ խոսք է ասում, ուզում եմ կարդամ ժողովուրդ ջան, դա նորից գրված է Երեմիա մարգարեության 2-րդ գլխի մեջ է գրված, եկեք այդտեղ մի փոքր ընթերցենք, ինչ է ասում շարունակությունը, ասում է մեմփիացիներուն ու տափանցիներուն տղակները անգամն ալ քու գլխուտ գագաթը կոտրեցին, չէ որ ասիկա դուն քու վրատ բերիր, քու Տեր Աստվածը ձգելով, երբ անիկա ճամփում մեջ քեզի առաջնորդություն կեներ, հիմա դուն եգիպտացիներուն ճամփան ինչ գործ ունիս, որ Սիովրի ջուրը խմելու կերթաս, կամ Ասորեստանի ճամփան ինչ գործ ունիս, որ գետերուն ջրերը խմելու կերթաս, քու չարությունդ քեզ պիտի խրատե ու քու անհավատարմությունդ քեզ պիտի հանդիմանե, արտգիծիր ու տես թե գեշ ու դարբան մնե, որ քու Տեր Աստվածդ կթողիս և քու վրա իմ վախս չկա գսե զորքերուն Եհովա Տերը։ Ինչ գործ ունես, երբ որ քեզի Տերը առաջնորդություն էր անում, երբ որ Տերը քեզ բերում էր կյանքի ջրի մոտ, երբ որ դու խմում էիր այդ կյանքի, ինչի ով քեզի գլխից հանեց ասում է, այդ ովքեր էին այդ ազգը, որ քո գլխիդ գագաթ ասում է կոտրեցին, որ դու գլխից հելար եւ դու հեռացար քո Աստծոց, որ ինքը քեզի առաջնորդություն կներ դեպի կյանքի ջրերը, հիմա դու ինչի շեղվար, ինչի ես գնում Եգիպտոսի ջրերը խմելու, միթե դրանք օգուտ են, միթե դրանք քեզի կյանք են տալի, չէ, ասում է, դրանք չարություն են, դրանք Աստծուց հեռացնում են եւ դրանք խմելով դու եւ ես Աստծո վախը կորցնում ենք, Աստծո երկյուղը կորցնում ենք մեր ներսում։ Ինչ գործ ունես։ Չէ որ ասիկա դու քո վրա բերեցիր։ Ոչ մեկ չես, այ հետո արդարացումը գալիս է ասում է, այ ինքը ինձի դրթեց, չէ, ինչպես բանը Ադամը Եվային ասեց, ինքը ինձի դրթեց, սկսվավ արդարացումը, ասում է դու բերեցիր քո վրա։ Եվ որ Տերը քեզի առաջնորդություն կենե, Տերը մեզի իմաստություն տա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ձևով առաջնորդվենք ժողովուրդ ջան եւ հասկանանք այն ամենը։ Ասում է խոսքը Դավիթ այսպես. Տերը իմ բարի հովիվս է ասում է, զիս խոտավետ արոտների մեջ կառաջնորդե, հանդարտ ջուրերի մոտ կտանի։ Ժողովուրդ ջան, Տիրոջ ջուրը հանդարտ է։ Հոգին կնորոգե, նպատակը հոգին նորոգելն է, հոգին բժշկելն է, որպեսզի մենք այս վիճակներից դուրս գանք, որպեսզի մեր ներսից երկու տեսակի աղբյուր դուրս չգա, մի տեսակի աղբյուր դուրս գա, որպեսզի մենք կարողանանք Աստծուն հաճեցնենք ու փառավորենք։ Առակացի մեջ մի հատ համար կա, առաջի գլխի 10 համարը, տեսեք, ինչ ասում, առաջի գլխի 10 համարը, որդյակիմ, եթե մեղավորները քեզ գլխե հանել ուզեն, դուն անոնց հավանություն մի տուր։ Ընդեղ ասում է քեզի գլխից հանողները այս մարդիկ եղան։ Իսկ այստեղ ասում է որդյակիմ, եթե մեղավորները քեզի իրանց ջրերի մեջ տանեն, դու իրանց հավանություն մի տուր։ Նախապես ամեն կողմանե Աստված մեզի բոլորիս զգուշացրել է ժողովուրդ ջան։ Տերը օգնի մեզի, ամփոփում եմ խոսքը, ասելուց նպատակը սա էր ամբողջությամբ, եկեք կյանքի աղբյուրի մոտ գանք,
Եկեք Քրիստոս ջրից խմենք, որ մեր ներսը Աստծուն նաև հաճելի լինի, ժողովուրդ ջան, որ մենք կանչված ենք Աստծուն հաճելի կերպով ապրելու, Աստծո առջև հաճելի քայլելու, եւ այդ ջրից որ խմենք, մենք կնմանվենք իրան, արդ Աստծուն նմանվող եղեք սիրելի զավակների պես, արդ Աստծուն, եթե ես իրա ջրից չեմ խմում, ոնց պիտի նմանվեմ, ինչպես եմ ես հագեցնում իմ անձը, ժողովուրդ ջան, որտեղ է իմ ծառավը, թող մեր ծառավը լինի Քրիստոսը, եւ ամեն օր խմենք իրան, եւ մեր ներսից թող այդ աղբյուրը բխի, փառք Տիրոջը, Տերը օրհնի, կանգնենք աղոթքի։